Մի քանի խոսք կա սրտից դրված, որով կուզեմ կիսվել ձեզ հետ։ Վերջի բաժինը հիմա կանցկացնենք։ Սիրելի քույրս, եղբայրս, ինձ համար մի ճշմարտություն կա, որ հոգևոր կյանքում ամեն բանի սկիզբը դրվում է որոշումով։ Ու այսօր նշանակալից օր կարա լինի քեզ համար, եթե Տիրոջ առաջ որոշումով գաս։ Այն խնդիրները, այն հոգսերը, այն ամենը, ինչ որ կա քո կյանքում, դու եւ քո Տերը ամենից լավ գիտեք։ Այսօր Աստված կյանք ա տվել եւ նաեւ հնարավորություն որոշում կայացնելու։ Գիտեք, խավարից շատ խաղալիքներ կան, որով մենք վերցնում ենք ու զբաղվում ենք, որոնք գողանում են մեր խաղաղությունը, որոնք գողանում են մեզանից մեր ճշմարտությունը, որոնք շատ անգամ մեզանից գողանում են մեր սրբությունը։ Խաղալիքներ կան, որոնց վրա գրված է բամբասանք։ Խաղալիքներ կան, որոնց վրա գրված են ատելություն, նախանձ, չարություն։ Խաղալիքներ կան, որոնք կարծես առաջին հայացքից շատ անմեղ են թվում, հեռախոսի տեսքով, որոնց սխալ օգտագործման պարագայում մենք կորցնում ենք մեր ժամանակը, որը հավատացած եմ ինձ հետ կհամաձայնվեք, որ ամենից թանկ բաներից մեկն է, որ մեզ տրված է Աստծուց, ժամանակը։ Եվ շատ նմանատիպ բաներ կա մեր կյանքում, որ մեր ժամանակը վատնում ենք։ Եկեք այսօր որոշում կայացնենք, այդ ամենը շպրտենք մեզանից։ Այդ ամենը հեռացնենք մեր կյանքից, որովհետև այո, շատ բաներ կան, որ գողանում են մեզանից, մեր խաղաղությունն են գողանում, մեր ով լինելն են գողանում մեզանից։ Եվ այսօր սիրելի քույրս, եղբայրս, մենք միասին միաբանվելու ենք, աղոթելու ենք մեր քույրեր եղբայրների համար, մեր բոլորիս կարիքների համար, մեր բոլորիս հոգսերի համար, մեր հոգևոր ընթացքի համար։ Բայց գիտեք, մի բան էլ կա, որ ուզում եմ ասեմ։ Այսօր սրա մասին եմ մտածում, որ շատ անգամներ, մի փոքր կոպիտ հնչի, բայց եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ինձ թվում է ասածից մեջ ամեն մեկս մեր բաժին ճշմարտությունը կգտնենք։ Կարծես Աստված սպասարկման ոլորտում սպասավոր լինի մեզ համար։ Որ Տեր, այս ինչ բանը արա իմ համար, Տեր, ես սրա կարիքն ունեմ, Տեր, ես այս ինչ իրավիճակում եմ, ինձ հանի ես իրավիճակից, Տեր, միթե չես տեսնում իմ դժվարությունը, խի եմ ես այս դժվարության մեջ։ Բայց գիտես, Աստված այսօր ուրիշ առաջարկ ունի քեզ։ Արի ես քեզ հանեմ քո իրավիճակից։ Արի ոչ թե ես էլ գամ, այլ քո իրավիճակում քեզ հետ լինեմ, ես քեզ հետ եմ, բայց ես ուզում եմ քեզ հանեմ այս իրավիճակից։ Ինքը Տերն է տերերի, արքան է արքաների, եւ մենք մեր իրավիճակներով չի, որ պիտի թելադրենք, թե ինքը ինչ պիտի անի։ Ինքը Հայրն է, ամենակարող Աստվածն է, ու իր ամեն զավակի համար բարին գիտի, ամեն զավակի համար բարին է պատրաստել։ Բայց կա մեր կյանքում իրավիճակներ, որ մենք պիտի որոշում կայացնենք ու դուրս գանք, քայլ անենք դեպի իրեն, ավելի մոտենանք իրեն։ Աստված չի ուզում մենք մեր հարմարավետության մեջ սցենար որոշենք, թե ինքը ոնց վարվի մեր սցենարում։ Ինքը ավելին է պատրաստել քեզ համար եւ ավելին է ուզում տա քեզ։ Հովանո ավետարանի վերջի գլխում մի պատմություն կա նկարագրվող, դրանից օրեր առաջ Պետրոսը ուրացել էր Հիսուսին եւ իր կյանքում մի շատ դժվար իրավիճակում էր հայտնվել, վերադարձել էր իր ձկնորսությանը։ Միգուցե այսօր քո կյանքում ինչ-որ մի իրավիճակ ա, որ վերադարձել ես քո անցյալին, վերադարձել ես քո իրավիճակներին, վերադարձել ես քո հին կարգավիճակին։
Միգուցե կյանքի ճնշումների ներքո ուրացել ես Տիրոջդ։ Միգուցե կյանքի ճնշումների ներքո մեղքի մեջ ես հայտնվել։ Ու այդ ամեն ինչը այն անցյալից բերել է քո կյանք, նորից լցրել է ու դատապարտության մեջ ես այսօր։ Գիտես, պատմության մեջ եւ նաեւ այսօր էլ ցանկացածից կյանքում այդ ամենից հետո Տեր Հիսուսը ափին սպասում էր Պետրոսին։ Ու այսօր Տերը սպասում է քեզ։ Ընդամենը մի քանի օր էր անցել Պետրոսի ուրացումից հետո։ Բայց Տեր Հիսուսը սպասում էր Պետրոսին։ Այսօր կյանքումդ չգիտեմ ինչ իրավիճակի մեջ ես, միգուցե ուրացել ես Հիսուսին։ Միգուցե կորցրել ես այն ամենը, ինչ որ Իրանից ունեիր, Հիսուսը սպասում է քեզ այսօր։ Եվ գիտեք, պատմության մեջ Տեր Հիսուսը կերակուր էր պատրաստել։ Ու կանչում էր, ասում էր եկեք կրակի մոտ։ Ես բան ունեմ քո համար պատրաստած։ Տեր Հիսուսը բան ունի այսօր քո համար պատրաստած։ Ու առաջարկ ունի քեզ, որ գաս իր մոտ։ Հետո գիտենք, ասում է, Պետրոս սիրում ես ինձ։ Այո, շատ անգամներ մենք Տիրոջը սիրելով զայթակում ենք, ընկնում ենք։ Ձեռք ենք բերում մեր կյանքում բաներ, որ պետք չէր, որ ձեռք տայինք այդ ամենին։ Ընկնում ենք, ուրանում ենք։ Բայց Տերը ընտրել է քեզ։ Գիտես, այն օրը, որ կա քո կյանքում, թեկուզ այսօր էլ ես իրավիճակի մեջ ես նկարագրված, Տերը երբ որ ստեղծեց քեզ, այսօր արդեն գիտեր։ Բայց նա ընտրեց քեզ։ Նա կամեցավ, որ դու լինես, որովհետև թանկ ես իր համար։ Ու իր միածին որդուն տվեց, որ կյանք ունենաս։ Ու այսօր հնարավորություն ունես դու նորից գալ։ Այո, մեր Աստված հնարավորություն տվող Աստված է։ Մեր Աստված շանս տվող Աստված է։ Եվ այսօր հնարավորություն ունես։ Այսօր շանս ունես որոշում կայացնելու։ Տեր իմ կյանքում ինչ էլ որ կա, ինչ դժվարություն էլ որ կա իմ կյանքում, ինչ իրավիճակ էլ որ կա իմ կյանքում, ինչի մեջ էլ որ հայտնվել եմ, ես ուզում եմ այս ամենը թողեմ գամ քո մոտ, եւ նա սպասում է քեզ։ Նա Տերն է, որ սիրում է քեզ։ Ու գիտեք, շատ անգամներ մենք բաներ կա, որ սխալ ենք հասկանում։ Կարծես Աստված մեր Տեր Հիսուսը շատ խեղճ իրավիճակից սպասում է, որ մենք երբ ենք իր առաջարկը ընդունելու, ոչ, նա թագավորն է թագավորների, Տերն է տերերի, ամեն նրա անվանը հավատացողին իշխանություն տրվեց Աստծո որդի լինելու, եւ այսօր դու այդ հնարավորությունն ունես, սիրելի քույրս, եղբայրս, նաեւ առցանց մեզ հետևող մարդիկ բոլորս։ Եթե դեռ քո կյանքում չես ընդունել նրան որպես քեզ արքա, որպես քեզ Տեր ու Փրկիչ, այսօր եթե ընդունես նրան քո կյանք, քեզ իշխանություն կտրվի Աստծո որդի լինելու։ Եվ մենք ամբողջովին պիտի գիտակցենք ու հասկանանք այս ամենը, որ մեծ հնարավորություն ունենք այսօր։ Եվ այսօր, եթե որոշում կայացնես, Տերը կգա քո կյանք։ Իր Սուրբ Հոգով կլցնի քո տաճարը, քո ներսը, կհեռացնի այնտեղից ամեն բան, ինչ որ չի համապատասխանում իր ներկայությանը, իր խաղաղությամբ կգա քո կյանք։ Գիտեք, մի պատմություն էլ կա, որին կանադառնամ։ Երբ ժողովապետը խնդրում էր Տեր Հիսուսին, որ այցելի իր տուն, որովհետև իր աղջիկը մահամերձ էր, նրան մոտեցան ու ասեցին, որ մի անհանգստացրու վարդապետին, որովհետև քո աղջիկն արդեն մահացել է։ Տեր Հիսուսը մի բան ասեց, մի վախեցիր, միայն հավատա։ Եվ սիրելի քույրս, եղբայրս, եթե քո կյանքում կա մի իրավիճակ, որ մահվանից ավելի վատ է, եթե կա քո կյանքում մի իրավիճակ, որ մարդիկ արդեն գերեզման են դրել այդ ամենը,
Տեր Հիսուսը այսօր խոսք ունի քեզ։ Մի վախեցիր, միայն հավատա։ Տերը զորավոր է, Տիրոջ զորությունը չի պակասել։ Մեր Աստված փառավոր է, եւ այսօր իր զորությունը չի պակասել քո կյանքում մեծամեծ գործեր անելու, քեզ քո իրավիճակից ազատելու։ Այո, շատ անգամներ մեզ պետք է, որ Աստված մեզանից ազատի։ Մեր տկարությունից մեզ ազատի, մեր անմտության պատճառով, մեր իրավիճակում հայտնված կարգավիճակից մեզ ազատի։ Ու այսօր եկեք միաբանվենք, աղոթենք, ասենք Տեր, խնդրում ենք։ Թող քո կամքը լինի մեր կյանքում, որովհետև մենք արարվածներն ենք, ու մենք չի որ պետք է ասենք, թե դու ինչ պետք է անես։ Դու գիտես մեր հոգսերը, դու գիտես մեր կարիքները, եւ եթե ողորմած գտնվես մեզ կմիջամտես քո աստվածային ձեռքով։ Եթե ողորմած գտնվես մեր հանդեպ կլուծես մեր խնդիրները։ Ու իրականում եթե մեր կյանքում վերանայենք մեր ընթացքը, վերանայենք մեր հոգևոր կյանքը, մեր ծնված օրվանից մինչ այսօր կտեսնենք Տիրոջ զորավոր միջամտությունները։ Ես անձամբ իմ կյանքում կարող եմ ասել, ես այստեղ կանգնած եմ ու դա Տիրոջ ողորմությունն ու շնորհն է, որ այսօր ֆիզիկապես ես կյանք ունեմ եւ նաեւ հոգեվորը, որ Տիրոջ ողորմությունով ես այսօր իր տան մեջ եմ։ Եվ այս ամենից առավել, եթե Տերը այսօր ոչինչ էլ չանի մեզ համար, ինքը ամենաթանկը տվեց, որ մենք կյանք ունենանք։ Եվ մենք մեր ապրած կյանքով ինչ կան էլ որ անենք, քիչ է այն ամենի դիմաց, ինչ որ Տերը արեց մեզ համար։ Եկեք միաբանվենք, աղոթենք նաև այն մարդկանց համար, ովքեր հարցանց գրում են, հոգսեր ունեն, կարիքներ ունեն, որ Տիրոջ ողորմությունը նաև իրենց տներում գա, Տիրոջ միջամտությունը լինի։ Այլ շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար։ Թող այս ամենում փառավորվի ու մեծարվի քո անունը, Տեր։ Տեր, որպես ժողովուրդ, որպես զավակներ եկել ենք քո առջևը, Տեր, որովհետև չունենք Տեր իմ Աստված ուրիշ մեկին, որի առջև երևանք, Տեր, եւ մեր սպասելիքը քեզանից է, Տեր։ Բայց ամեն բանից առավել, Տեր, քո կամքն ենք խնդրում մեր կյանքերում, Տեր իմ Աստված, քո արքայությունն ենք խնդրում մեր կյանքերում, Տեր։ Խնդրում ենք, որ դու միջամտես, Տեր իմ Աստված։ Այո, մենք շատ իրավիճակներում անկարող ենք, Տեր։ Մենք շատ իրավիճակներում մեր հարցերի լուծումը չգիտենք, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ, որ դու միջամտես, Տեր։ Աղոթում եմ այստեղ գտնվող ամեն մեկի համար, Տեր իմ Աստված։ Եթե կան մարդիկ, որ հոգևորապես տկարացել են, Տեր, քո սուրբ հոգովդ բորբոքես իրանց սրտի, իրանց ներսի կրակը, Տեր, որ իրանց առաջի սիրո նման, Տեր իմ Աստված, բորբոքված կրակով վազեն դեպի քեզ, Տեր իմ Աստված։ Թող բժշկություն ու նորոգում գա իրանց կյանքերում, Տեր իմ Աստված, ու այն գիտակցումը, որ քո զավակներն են, որ իշխանություն ունեն քեզ զավակ համարվելու։ Եվ դու այստեղ գտնվող ամեն մեկիս պատահական չի, որ կանչել ես, Տեր իմ Աստված, եւ մեծ ծրագրեր ու նպատակներ ունես ամեն մեկիս կյանքում, Տեր։ Ահա խոնարհվում ենք քո ծրագրերի առաջ, ահա խոնարհվում ենք քո նպատակների առաջ եւ ասում ենք արա այն ինչ որ ուզում ես, Տեր իմ Աստված, թող մի անոթներ լինեն քո ձեռքում, Տեր, որ կօգտագործես քո անվան փառքի համար, Տեր իմ Աստված, որ քո անունը փառավորվի, քո անունը մեծարվի, Տեր, որովհետև միակ արժանն ես, Տեր։ Խնդրում ենք այն մարդկանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն, Տեր, այն կնոջ նման, որ մեծ հավատք ուներ, որ քեզ մեկ դիպելով կբժշկվի, թող այդպիսի հավատք գա իրանց կյանքերում, Տեր, որ քո ներկայության մեջ հպվելով, Տեր, իրենց բժշկությունը կստանան։ Եվ այն հոր նման, որ տկար էր հավատքի մեջ, թող զորանա իրանց հավատքը, Տեր, որ իրապես հոգևոր աչքերով տեսնեն ու հասկանան, որ դու Տերն ես, Տերերի արքան ես արքաների, որ քո ձեռքը չի կարճացել բարին անելու քո զավակների համար։ Եվ խնդրում ենք, որ միջամտես, խնդրում ենք, որ ողորմությունը տանես, Տեր։ Խնդրում եմ նաև ամեն մի ծառայողի համար, Տեր իմ Աստված, քո սուրբ հոգու պարգևներով լցնես, ավելիով զորացնես, ավելիով ամրացնես, Տեր։
Այն տկարացած ծնկները, ծալված ծնկները ուղես Տեր իմ Աստված, նոր յուղովը տոցես Տեր, քո աստվածային իմաստությունովը լցնես Տեր, քո հոգովը լցնես, քո կրակովը լցնես, որ այն ինչ որ կանենք ավելի արդյունավետ անենք Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քո սուրբ եւ թանկ ներկայությանդ համար Տեր։ Մեծարված ու փառավորված լինի սուրբ անունդ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։